Երևանի համար 171 հիմնական դպրոցում ավարտվել է շախմատի օլիմպիական չեմպիոն միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, նաև Կարեն Ասրյանի ծնողները։ Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ նախ այցելել է դպրոցում բացված Կարեն Ասրյանի անունը կրող շախմատի դասասենյակ, որտեղ պահպանվում են նաև շախմատի վաղամեռիկ օլիմպիական չեմպիոնի մարզական հաջողությունների մասին փաստող անձնական իրեր։ Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիային հուշամրցաշարի անցկացմանն աջակցելու եւ մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսեւորած հստակ ու նպատակային քայլերի համար։ Շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած Ավան, Կենտրոն եւ Նոր վարչական շրջանների հաղթող թիմերին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մյուս վարչական շրջանների թիմերն ու հուշամրցաշարի գլխավոր մրցավար Վահան Դիմաքսյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի։ Ողջունելով առաջնության մասնակիցներին, քաղաքապետը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց։ Հարկ է նշել, որ շախմատի օլիմպիական չեմպիոն միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարին մասնակցել են 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները։